Եկեք Աստվածաշնչից մի հատված ընթերցեմ, վերջում ձեզ հարց կտամ։ Եկեք ընթերցենք Մատթեոսի ավետարանից 23-րդ գլուխ 1-ից 12-րդ խոսքերը։ Այդ ժամանակ Հիսուսը խոսեց ժողովրդի ու իր աշակերտների հետ եւ ասաց. Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։ Արդ այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք ու արեք, բայց նրանց գործերի պես մի արեք, որովհետև ասում են, բայց չեն անում, ծանր ու դժվարակիր բեռներ են կապում եւ մարդկանց ուսերին դնում, բայց իրենց մատով անգամ չեն ուզում շարժել դրանք։ Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում, իրենց գրպանակներն են լայնացնում եւ իրենց հագուստների քղանցքները երկարացնում, սիրում են առաջին տեղերը ընթրիքների ժամանակ, ժողովարաններում առաջին աթոռները, հրապարակներում բարևները եւ մարդկանց կողմից ռաբի կոչվելը, բայց դուք թույլ մի տվեք, որ ձեզ ռաբի կոչեն, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է, Քրիստոսը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք, եւ երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետև ձեր հայրը մեկն է, նա որ երկնքում է, ոչ էլ ուսուցիչներ կոչվեք, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է, Քրիստոսը, եւ ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի, ով իր անձը բարձրացնի, կխոնարեցվի, եւ ով իր անձը խոնարեցնի, կբարձրացվի։ Իսկ հիմա հարցը, այստեղ մենք տեսնում ենք, որ Քրիստոսը արգելում է, որ ինչ որ մեկին հայր կոչենք, ու նաեւ ուսուցիչ։ Այդ դեպքում աղքատ Ղազարոսի պատմության մեջ հարուստը ինչու ասաց հայր Աբրահամ, ողորմիր ինձ, ինչու Աբրահամին հայր Աբրահամով կոչեց։